Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից փակելու են Երևան մտնող մայրուղին։ Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ բնակիչները փակելու են ճանապարհը։ Նախորդ անգամ ապրիլի 10-ին համայնքի բնակիչները փակել են Երևան աշտարակ մայրուղին եւ պահանջում էին, որ չհանվի ավտոբուսային համար 59 երթուղին։ Հիշեցնենք, որ Քասախ եւ Պրոշան համայնքների բնակիչները ապրիլի 9-ին հանդիպել էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն Քասախցիները չէին ստացել այն պատասխանը, որն ակնկալում էին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի ամառային թանկարժեք սրճարանը սկսել է գործել, Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն այս սրճարանի միայն բարի համար 11.5 միլիոն դրամ է ծախսել, 3-4 անգամ տոմատներ շարելու պայմանագիր է կնքվել եւ 2 անգամ ավել աթոռ ու սեղան է գնել։ Հիմա ամեն ինչի մասին հերթով օրաթերթը ուսումնասիրել է ազգային ժողովի գնումները, ուղարկել մի քանի հարցումներ ԱԺ աշխատակազմին եւ հավաքել փաստեր, որ ԱԺ սրճարանն արժե ոչ թե $30,000, այլ ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար է վատնվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. երեք ազգային ժողովի ԿՊ խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ազգային ժողով էր հրավիրել դռնփակ նիստի։ Օրաթերթի տեղեկություններով ԿՊԱ-ականները դիմել են Ավինյանին պահանջելով գալու բացատրություն տալ տրանսպորտի գնի վճարման վերաբերյալ տուգանքի նախագծի թեմայով, սակայն իրական նպատակը եղել է անիվ հիմնադրամի եւ մյուս աղմկահարույց գործերով Ավինյանին հարցաքննելը, բայց չի ստացվել։ Օրաթերթը փակ հանդիպումից տեղեկացավ, որ ԿՊԱ-ականները Ավինյանին հայտնել են, որ նախագիծը իրենց սրտով չէ ու դա շատ վատ ազդեցություն կարող է թողնել իրենց ռեյտինգի վրա։ Ավինյանը բացատրել է, որ քաղաքացիները հրաժարվում են վճարել, ինչը մեծ խնդիր է առաջացրել քաղաքապետարանում, սակայն ԿՊԱ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ավինյանի պատասխաններն իրենց այդքան էլ չի գոհացրել։ Հրապարակ օրաթերթը գրում է. ապրիլի 9-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանի նկատմամբ վարչական տուժ է կիրառել նվազագույն աշխատավարձի 300 պատիկի չափով, այսինքն 300,000 դրամ։ Հանձնաժողովն ուսումնասիրել է գնումների էլեկտրոնային համակարգը եւ բացահայտել, որ 2024 թվականի մայիսի 14-ին համայնքային կարիքների համար նա Greek Business SP-ի հետ տեղ սպասարկման պայմանագիր է կնքել, որի սեփականատերը նրա եղբայրն է Գրիգոր Փարսյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարկության ուսումնասիրության վարչության պետ Մարինա Բաղինյանի դատախազ ամուսնուն եւս ազատել են պաշտոնից։ Ապրիլի 19-ին օրաթերթը գրել էր, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում որպես բարեվարկության ուսումնասիրության վարչության պետ Մարինա Բաղինյանը ազատման դիմում է գրել եւ ազատվել վարչության պետի պաշտոնից։ Փաստ օրաթերթը գրում է. մեր ունեցած տեղեկություններով ԿՊ-ում ակտիվ քննարկումներ են ընթանում արտահերտ ընտրությունների գնալու հնարավորության շուրջ։ Արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ, հաշվի առնելով Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ տարբեր սոցհարցումների տվյալները։ Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ հենց այստեղ է թաքնված շան գլուխը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա հայտնվել է Մուրժի եւ Զնդանի միջև։ Ներսում վարկանիշը ասել է պատմական մինիմումի սահմանադրական փոփոխությունների հանրակրվեն ակնհայտորեն տապալվելու է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց պահանջներն ավելի ու ավելի են շատացնում։ Հրապարակ օրաթերթը գրում է. ապրիլի 22-ից 23-ը տեղի կունենա Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր, պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ։ Հրավիրվածների թվում է նաև վարչապետի կինը, կրթվել է Նորաձև արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է դեսանտ է իջել Գիտությունների ազգային ակադեմիայում։ Հրապարակ օրաթերթը գրում է. մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո Արցախի խորհրդարանը վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի, սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին падգամավորների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել։
Հրապարակ օրաթերթը գրում է. բուժհաստատությունների ղեկավարներ են ազատվել աշխատանքից։ Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ու կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, որի աշխատանքային պայմանագիրը լրանում է մայիսի 4-ին։ Նազինյանի դեպքում դեռ փոխարինող չեն գտել եւ մեր տեղեկություններով ամենայն հավանականությամբ նրա տեղակալը կնշանակվի ԺՊ։ Իսկ ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնում նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական համքալության գնահատմամբ աբսուրդ նշանակում է արել։ Վարակաբան Արմեն Օհանյանին է դրել, որն ընդամենը 3 տարի առաջ ակտիվ քննադատում էր նախարարության իրականացրած քաղաքականությունը։